բակային տարածքն է մնացել, 9 հարկանիների մայթերն է մնացել, 23 AB շենքի հետևի մասով, հետնամասով գնացող ճանապարհն է մնացել, երկրորդն չորրորդը ասած Այս մի նախագծային փաստաթղթով ներկայացվելու մրցույթն էլ 3 լոտով կլինել, երկրորդը Ճոպանովու ավտոկայանատերի ասֆալտապատումն է, դրա նախագիծներ ունենք, երրորդն էլ Շամյան փողոցից դեպի Բարեկամություն տանող ճանապարհահատվածը Սվետախորից մինչև Կամուրջ հատվածն որ ամեն տարի քանդվում է, սա նախագիծը հիմա մշակում են, շուտով կավարտենք, մինչև մարտի 1-ը սահմանված ժամկետում կներկայացնենք կառավարություն։ Չրահացում չկա Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին տրանսպորտային միջոց նվիրելու համաձայնություն տալու մասին կզեկուցի Տիկին Ղազարյանը։ Ջերմականություն հանդիսացող տրանսպորտային միջոցը ծնագնացը նվիրաբերում ենք միավորիցականանալով Եղեգնաձորի համայնքին, ասենք, որ այն ձեռքերը 2007 թվականին ձեռքբերմանաշոկ եղել 750,000 դրամ, մոտիվացիոն հաշվարկների արդյունքում այս պայմանացորդային արժեք կազմել 2,019 դրամ։ Որոշման մեջ վերված է ծնագնացի տեխնիկական անձնագիրը, սերիան, այս պահին նա գտնվում է Ջերմուկի համայնքի Ճոպանովի հիմնական հիմնարկի հաշվեկշռով և անհրաժեշտությունից ելնելով մենք այն նվիրաբերում ենք Եղեգնաձոր համայնքին, իհարկե նոտարական փոխադրամիջոցի դեպի սրտակարծան իրավունքի փոփոխման ինչ ենք նվիրաբերում երևի պարոն Սիմոնյանը կասի Բարի գործություն չենք անում, ինքը համ չի աշխատում, Եղեգնաձորի համայնքապետարանի վերանորոգի համ հին է, ամենանդեի ջրերի հետ կապված խնդիր կայան չենք կարողանում բարձրանալ սարը։ Ջրագծերի հետ պրոբլեմներ ունե։ Դե հիմա նորը մենք կառնենք, Արդեն 10 տարվա հետո դրա մատողի հետ խնդիր ուներ, ինքը հենց պրոստը մեր վրա նստած էր, բայց իրանք պատրաստ են Այսինքն մենք դա չենք օգտագործում։ Մենք չենք օգտագործում, ինքը կանգնած էր։ Կանգնած էր։ Բուրան, ձնագնաց։ Ով։ Վեն ձեռնկա։ Հարց 7. Բնակարան վարձակալելու և ենթավարձակալության հանձնելու համաձայնություն տալու մասին։ Ջերմուկի առողջային կենտրոնում ունենք մեր բժիշկ աշխատող որակատի դարձյալ և համայնքապետարանը վարձակալելու բնակարան երեքովի դերասենյանից մեր ստեղծման 5 հարցեր 42 բնակարանը և քանի որ գումարների ընթացիկ կարգով տարեկան գումարը պետք է հասնի 1 միլիոնը, մենք նախատեսել տարեկան գումարը 90,000 դրամ, այդ թվում նաև փոխանցությամբ սահմանված հարկերի տուրքերը, այսինքն զուտ բնակարանի արտաքին կազմել 90,000 դրամ և 9,000 դրամ եկամտային հարկահաստատված եկամտային հարկ։ Հիմնականում սա է։ Համայնքապետարանը հանցանավարձակա, իսկ բժիշկը գողադարձը կդառնա ենթավարձակա։ Սա դարձարկու համայնքապետարական Այո, նոտարական հավերացման, պայմանագիրը կնքվի և մեր այս պահի երկարաժամկետների ժամանակով, եթե իհարկե հետաքրքրությունները շարունակեն վարձակալական պայմանագիր կայացնենք։ նորաստեղծ ընտանիքի արդյուն բարեկցությունները համայնքապետարանը որոշեց օգնել։ Ունեցել նման նախապետ, բայց չէ Երևի ժամանակ վարձակալության նկատմամբ եկամտանարքի տոկոսաճառ չկա, եսուր ամեն ամիս Մենք տարակես տարետաս արդեն, տարեկ լինի 950,000, բայց
որպեսզի 1 միլիոնը բնականաբար կրճատվի։ Հարցուցել Ջերմուկ համայնքի ավարտանի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N90 ավորոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Ուրեմն հարկերի ավարտանների սկզբանե եւ բյուջեն հաստատում են կոմունալի բյուջեի պլանավորել է, մենք արդեն նախատեսել ենք որպեսզի տային պատվիրակման եւ աշխատավարձերի մեջ կոնկրետ աղբանությունի սահմանադրական չափադաշնով 6 միավոր հաստիքի նկատմամբ ուղարկել եք ծանոթություններ կրճատվելու մասով, դա օրենքի պահանջ է։ Եվ բնականաբար կրճատման մասով էլ բյուջեն բավականին պակասել է կոմունալի, հիմա որ քանի օրենք ասենք աշխատանքային ռեսուրսների խնդիրներ եւ նորից մեր աշխատողների տեղավորել նույն հիմնական այլ չափաբաժինները, հետեւաբար 8 միլիոն դրամ շրջանակում ավելացնում ենք կոմունալի բյուջեն, որից 5.8-ը նոր հաստիկացուցակի հետ կապված այդ հաստիկների ավելացման ապելու եւ աշխատավարձի բարձրացման։ Իսկ 2.2 միլիոնը ուղղել ենք նորից դժվարի ձեռքբերմանը, որովհետեւ տեսնում եք, որ նախագծությունները մեծանք եւ ինչ որ բարձրացվել են ձմռան աշխատանքները կատարելու համար, մինչեւ ապրիլ հաշվարկելը կարծում եմ, որ չի բավականացնի, նրանցից եւս մոտ 5-ից 10 տոննայի կարիքների դժվարիքի գնման։ Ինչ վերաբերում է պատվիրակման հետ կապված, ուրեմն ես ասեմ, որ տեխնիկական մթագրի մեջ հետևյալ պարամետրերն անշրելու, նախ ջերմուկին տրամադրվելու 100 նոր աղբակներ կապահիչներով փակ, կազմակերպությունն ավելելու, 74-ը տեղադրվելու ջերմուկ բնակավայրում, գյուղական բնակավայրում 13 հականներ, կիչուտունի գնդեվազում, այդ պահպանները պետք ունեն 1100 լիտր տարողությամբ։ Եվ աղբանությունը պետք է կատարվի ամենօրյա ռեժիմով, սեզոնին նույնիսկ օրը 2-3 անգամ, սպասարկումը լինելու անհետերյալ ձևով, լվացում օգնելու աղբամանների տարեկան 4 անգամ, 3 մետր շարավելով պետք է տեղադրվեն, գյուղական բնակավայրերում պետք է իրականացվի շաբաթական 2-3 անգամ։ Բացի աղբամաններից տվյալ կազմակերպությունը, ով կհաղթի այդ ծառայության մատուցումը, մեզ տրամադրելով նաև պրեսովկայի ապարատ, որը բավականին թանկ հաճույք է։ Այսինքն և աղբամանները և այդ ճզմիչը բոլորն իրար հետ և նրանց կողմից ծառայությունների մատուցումը կազմում է 38 միլիոն դրամ։ Եվրոպական օրենքներում տարբեր դրացակերը 4 հատ առանձին տեսակապված։ Հիմա մենք հարևան համայնքների հետ խոսել ենք, իրանք մեզ ուղարկել են տեխնիկական թուքակներ, իրանց մոտ այսպես է իրականացում և փորձել նույն բանը պահպանել նաև մեր համայնքում, դե արդեն աղբատարների մասով ասեցի։ Մեքենաները առնվազն դիտարկված է ջերմուկում 4 աղբատար մեքենա պիտի աշխատի ամենօրյա գրաֆիկով, պիտի իրանք ընդունեն 1 վարորդ 2 բանվոր ամեն մեքենայի համար, արդեն 4 մեքենաներ և իրանք պետք է ունենան շրջակամչարային կողմից վտանգավոր թափուների գործածության գործունեության լիցենզիա և վտանգավոր թափուների տեղադրման համար ևս լիցենզիա։ Մնացածը արդեն մոտավորապես ասացի, բանակցությունների արդյունքում կարծում եմ 100 աղբամանը կհասցնենք 120 փաթու։ Մեկ էլ և գյուղական համայնքներում շաբաթական 2-3 անգամը ես կարծում եմ քիչ է։ Մենք ավելացնենք տեխնիկական մթագի մեջ, եկել նորավը, մենք ենք կազմելու։ Իսկ ամեն օր ստեղից տեղափոխվելու է վայք, ամեն օր հետևից բարձրորից։ Դրանք 1100 լիտրանոց տաներ են, մեր սրանցից շատ մեծ են, հա։ Ղազարյան ջան, իսկ շինարարական նախի մասին չխոսեցիք։ Շինարարականը ես դրա համար այն առաջին հարցի մեջ ասեցի ճիշտ է ծառայություններ պատվիրակելի են, բայց աղբանության դրույքաչափները, հաշվեկրումները, գանձումները չի փոխվել են, նույն ձևով արվել է խորանարդի համար 3000, գյուղական բնակավայրերում 1002, տոնաժի համար քաղաքում 10000, գյուղերին 4000։ Այդ գանձումները մենք ենք անում, սուտ ինքը աղբը հավաքել է տան, ինքը դրա հետ կապ չունի։ Գանձումները դարձավ իրականացվելու, պայմանագրի դարձավ կրկնվելու համակապետանի։ Իսկ նույնը չէ՞ որ 40 մետր բան Նույնը աղբանության կարգը պահպանվելը, սխեման պահպանվելը և տեխնիկական մթագի կարևոր պարամետրից մեկն է, որ աղբատար մեքենաները պիտի լինեն մինիմում 20 թվականի արտադրության։
կառավարության։ Դրանից ներքև չեն ընդունելու պայմաններից մեկն է։ Նույն դեպքում ես անձամբ տեսել եմ վայրում եկախոտային մեքենաները շահագործելիս շատ դուրս եկավ, շատ լավ։ Ես մոտը արդեն քանի տարի եկավ ուսուր։ Մի քանի տարի ես եկել եմ դերել։ Վայրը անցած տարի չորրորդ երամսյակից անց է, օկտեմբերի մեջ ընկեց իրանք պայմանագիրը։ Դե եղեգնացորը արդեն սահմակումներ ա տվել, մի ժամանակ մենակ աղբանություններ, հիմա սահմակումներ, դե իհարկե սահմակումը հաշվեցի շատ մեծ թվերին, մենք չենք գեղավորի մոտ 130 միլիոն եկնում սահմակումներ ժամանակ, համար այս տարի ձեր պատմեցի, որոշեցիք մեր աղբանության մասը դա, պետական մարդուն տեսնենք, եթե պատմատիկությունը կարդարացնի, կարելի է բանակցություններ գնա սահմակումներ տալ պատվիրակման, եթե չէ, մենք էլ մեր ուժերով սահմակումներ կանենք։ Հիմնականում էս է պարամետրերը պարոն Այվազյանի հարցին պատասխան, որ իմանալ ինչ թաղանիր աշխատանք։ Եվ արգումենտներ 6 հասիկ միավոր, հիմա ովքեր կուզեն տեղափոխվեն այնտեղ, թող տեղափոխվեն, ովքեր չեն կուզեն նամակումենալու, մենք հաստատ ենք նախատեսել ենք, նորից իրոց ունենք, բայց կողպետ այդ չապաբաժնը որ պիտի կրճատվի, որը կուսանված կապը ծաղությունները կողարկի, որ չապաբաժնը պիտի միջից դուրս կա։ Հարցեր, գող, հարց են երրորդ, դրամական հարկացում կատարելու մասին գզետուցի Մարգարյան Մոնիկա։ Ուրեմն Ջերուկ համայնքում 2022 թվականի Արցախի սեղանված ընտանիքների մեջ կա մի ընտանիք, որի երեխան հաճախում է մեր սուապետոց ու ցուցաբերում է լավ արդյունքներ, ինքը հաճախում է Խարամենամարտի ու Սերբիայում պետք է մասնակցել փետրվարի 5-ից 15-ը կայանալիք միջոցառման սպորտային ու արդեն մասնակցել է, բայց արդյունքների մասին շնորհած տեղյակ չեմ։ Դրա համար պահանջում է ընտանիքից 700,000 դրամ, որպեսզի ընտանիքը չէր կարողանալ, իրականում չէր կարող 700,000 դար, ստեղից ընդեղից տենց հավաքելով մի քիչ հավաքելին 200,000 պակասում էր իրանց ունալից, դիմել են համայնքին, են խնդրով, որ համայնքը 200,000 դրամ տրամադրի իրանց երեխան այդ սպորտային միջոցառումից հետ չնի ու արդյունքները գովելի են իրար։ Հաստատային ծախսեր, Այվազյանը կայատանում է, գումարի հաշվի կապում է, փոխած նայնակի տանում Ամենայն դեպս սպորտը պրոցից ինչ է եղած դիմելա հաստատ ստացել է։ Եթե անգամ Այվազյանը տանել չի տարել, կողմանի անգամ եթե կողմանի չի տարել, կողմանի ֆոտով է գնացել։ Դες մեկը չկա, որ սպորտը պրոցից դիմի ու դες Չէ, էքսկուրսիաները Բայց ասում ես բնակ ֆոնդ մոտիկա մախկանության չունել ետ մոցել։ Բայց նկարչական դրվետից Երևանում բանից կա։ Այո, այս կչարի։ Սրաները կչարի տարանացի շտապացի չեն դիմելու, երբ ով որ դիմում է, մենք անպայման աջակցությունը Չի, հատական հարատիկանի այդ միջոցառում գնաց, ոնց չեն կարող, լավ է։ Լավ չէ կարող։ դե որը որ չեն դիմել, գող, դեմ ձեղապարչ։ Ջերուկ համայնքի ավարտանը 2026 թվականի հունվարի 9-ին երեկվա որոշման անվավեր ճանաչելու մասին, որոշում անվավեր ճանաչելու մասին, կզեկուցի Տիկին Քադակոսյան։
անցած տարեստում, որ համայնքի վարչական տարածքում գտնվող համասերը աճուրդով օտարելու մասին որոշում կայացրեցիք, կհիշեք, մի քանի կտորով ներկայացրել ենք, չիմանալով, որ հողայնարայս գրքում փոփոխությունը արդեն իսկ կատարվել է դեկտեմբերի 29-ին, իսկ փոփոխությունը հետևյալի մասին էր, որ հողերի աճուրդի դեպքում մեկնարկային գինը ոչ պակաս պետք է լինի գնահատված շուկայական արժեքից, մինչ փոփոխությունը կադաստրային գիններ, գիտեք, փոխվել է հողային օրենսգրքում, ներկա պահին արդեն մեկնարկային գնի նվազագույն չափը պիտի սահմանվի գնահատված շուկայական արժեքի գնով։ Այդ պատճառով, քանի որ ձեր որոշումը հունվարի 9-ին ա եղել, ըստ էության հակասել է արդեն իսկ գործող, ասացի դեկտեմբերի 29-ին ենք ընդունել այդ խմբագրությանը։ Դրա համար սա ներկայացնում ենք անհավեր ճանաչելու ձեր կողմից։ Ուղղակի չենք իմացել, դեկտեմբերի 29-ին ա եղել փոփոխությունը, հունվարի 9-ին դրել ենք կադաստրային արժեքով օտարման, որը որ հակասում էր օրենսգրքին, դրա համար սա ներկայացնում ենք անհավեր ճանաչելու։ Այսինքն, եթե մարդիկ համայնքից մի քիչ համատած էժան էին կարողանում առնել, էլ չեն կարողանա շուկայական գնով, էլի, շուկայական գնով։ Չէ, ավելի Շարժը ներվել է 16,000-ից 12,000։ Սեփական ատերը, բայց համայնքից շատ կան։ Եթե մասնավորից առնեն, այո։ Մասնավորից առնել ձեր դա, համայնքի մասնավորից կգնա, Ամեն օր